24 Նյուզի տեղեկություններով ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊԻ վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Անանուն աղբյուրի խոսքով հավաքի ժամանակ Սարգսյանն ասել է, որ պատճառը բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու մասին իր նախաձեռնությունն է եղել, սակայն Սիմոնյանը բարկացել է, հարցը հասել է նույնիսկ Նիկոլ Փաշինյանին։ Հայկ Սարգսյանը լրատվամիջոցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքով քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է հակակոռուպցիոն դատարան։ Այն մակագրվել է Գիվի Հովհաննիսյանին։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կնշանակվի առաջին նիստը։ Գյումրու օր ամենամյա տոնակատարությունն այս տարի չի անցկացվի։ Տոնակատարության անցկացման հարցը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով հանվել է ավագանու նիստի օրակարգից։ Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ տրամադրությունն չի, դիմացն էլ ցուրտ է, ասել է Ղուկասյանը։ Միաժամանակ Գյումրիի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտնել է, որ խմբակցությունն արտահերթ նիստ է նախաձեռնել, քանի որ ըստ նրա Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից եւ արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից։ Վրաստանն ամբողջությամբ մարել է մի քանի երկրի նկատմամբ ունեցած իր երկարամյա պարտքը, այդ թվում Հայաստանի։ Երկրի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն այս տարվա օգոստոսի վերջին երկրի պետական պարտքը կազմել է ավելի քան 9 միլիարդ դոլար, ինչը մեկ ամսվա ընթացքում նվազել է 50 միլիոն դոլարով։ Վրաստանն ամենաշատը պարտք է Ֆրանսիային՝ շուրջ 851 միլիոն դոլար։ Օգոստոսին Վրաստանն ամբողջությամբ մարել է Ռուսաստանին, Հայաստանին, Ադրբեջանին եւ մի քանի այլ երկրներին ունեցած պարտքերը։ Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ երկու տարբեր երկրներում լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ իր ամուսինը թունավորվել է։ Նա հավելել է, այս արդյունքները հանրային նշանակություն ունեն եւ պետք է հրապարակվեն։ Դեռևս նախորդ տարի ինսայդերը նշելով, որ իր ձեռքի տակ են հայտնվել հարյուրավոր փաստաթղթեր, որոնք առնչվում են Նավալնիի մահվան գործի հետ, գրել էր, որ Յամալ Նենեցյան ինքնավար մարզի խիստ ռեժիմի գաղութում մահացած ռուս ընդդիմադիր գործչին հնարավոր է թունավորել են։ Նավալնիի կողմնակիցները պնդում են, որ նա սպանվել է ռուսական իշխանությունների հրահանգով։ Ալեքսեյ Նավալնին մահացել է անցյալ տարվա փետրվարի 16-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ կամ երկկողմ ձևաչափով առանց նախապայմանների։ Նա սակայն անմիջապես առաջ է քաշել պայման, ոչ Մոսկվայում։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է հանդիպման, ապա թող Մոսկվա գա։ Ուկրաինայի նախագահը մերժել է այս առաջարկը։